կարդալ գրքում կյանքը կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել չամփան մեր տեսիլքի։ Գաղտնիքների սանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռաթափ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցուրում է ռավար շոքեմետենան և մենք լուր կանգնած առջևը դրան, կատկոտող օրվա թրտի շուշուկով ասում ենք նրանց մնաք բարով։ Նավը լեռան վրա վերնագիրը բազում իմաստներ ունի, բոլորն էլ ներքին կապով իրար հետ կապված։ Ակնհայտ է հենց իրական սյուժեից բխող իմաստը, ակնհայտ է նաև հղումը Նոյան տապանին։ Բայց նավը լեռան վրա արտահայտությունը Կոստանձ Զարյանի համար թերևս առաջին հերթին նշանակում է Հայաստանի կորսված պետության և պետականության վերականգնումը։ Եվ վերջապես հերոսը Արա Հերյանը նավը Երևան հասցնելու ճանապարհին գտնում է իր իսկական ինքնությունը, իր եսը, իր կյանքի իմաստը։ Նավի վերելքը Արա Հերյանի վերելքն է։ Իրականությունը ձեռք է բերում առասպելական իմաստ, ավելի ցնցող, ավելի զորեղ, քան ինքը առասպելը։ Գնում է անկռահելի, անիմանալի ճակատագրին ընդառաջ հանուն Հայաստանի։ Միայն այդ դեպքում անկարելին կդառնա կարելի, անհնարինը կդառնա հնարավոր, նավը կբարձրանա լեռը։ Հեռավոր ճամփորդությունների նավապետ Արա Հերյանը Կոստանձ Զարյանի երազած հայն է, այն հին, հնագույն, նախնական, բարձր ու վսեմ, հպարտ ու արժանապատիվ արարատյան մարդը, որ վերածնվել է նավապետ Արա Հերյանի նկարագրով ու կերպարով։ Տարագրությունը Կոստանձ Զարյան բանաստեղծի ու գրողի մեծագույն դրաման է։ Նրա բոլոր ստեղծագործություններում այս կամ այն չափով արտացոլվում է այդ հոգեվիճակը։ Թեման նրան զբաղեցրել է անընդհատ, որովհետև երկար ժամանակ տարագրության ծանր զգացումը չի լքել նրան։ Որքան էլ զարմանալի թվա, վերջակետը դրվել է նոր տարագրությամբ, Եվրոպայից Ամերիկա մեկնելով։ 1940-ական թվականների կեսերին Կոստանձ Զարյանը համաշխարհային գրականություն է դասախոսում Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ Կոստանձ Զարյանի կյանքի այս ժամանակը անընդհատ տեղափոխումների և շրջագայությունների երկար մի շրջան է։ 1949 թվականի ապրիլին Նյու Յորքի Ասիայի խնդիրների ինստիտուտի պրոֆեսոր, հայ նշանավոր գրող Կոստանձ Զարյանը Ամստերդամի ֆրանսիական համալսարանի հրավերով մեկնում է Ամստերդամ։ 1950 թվականին Հայրենիք ամսագրում տպագրվում է Նավատոմարի մի ընդարձակ հատվածը հոլանդական հուշատետրից, որը նվիրված է Նիդերլանդների կյանքին, արվեստին, երկրի գեղեցկությանը։ 1951 թվականին Կոստանձ Զարյանը տեղափոխվում է Բեյրութ, ամերիկյան համալսարանում դասախոսություններ կարդալու։ 1960-ին Ամերիկա իր այցելության ժամանակ մեր լուսավոր կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպում է գրողին, հորդորում է Կոստանձ Զարյանին վերադառնալ Հայաստան։ Համոզում է, որ ժամանակները փոխվել են, վերաբերմունքը այլ կլինի եւ այլն, համոզում է նրան գալ Հայաստան։ Կոստանձ Զարյանի երազանքն էր դա եւ ինքը գալիս է նախ կարճ ժամանակով 1-2 ամսով երկրին ծանոթանալու, տեսնելու եւ այլն, գալիս տեսնում է 61 թվականի Երևանը, վերադառնում է եւ գալիս է մշտապես հաստատվելու Երևանում։ Հաջորդ տարին նրա հորդորով Հայաստան է գալիս որդին, ճարտարապետ Արմեն Զարյանը իր ընտանիքով, որ բնակվում էր Հռոմ։ Ես ասեմ, որ ինձ Արմեն Զարյանն է պատմել, թե ինչպես Իտալիայից նավով եկան Օդեսա։
Ճանապարհին իտալացիների հետ, որոնք գալիս էին Սովետ, շփվեցինք։ Իմացան, որ հայ եմ։ Մեծ ընտանիքի ավագ։ Եվ որոշել ենք վերադառնալ Հայաստան։ Այս նյութի շուրջը մենք քանի օր զրուցում էինք իտալացիների հետ եւ մտերմացանք։ Երբ եկանք Օդեսա, բոլորս հերթով կանգնեցինք, ես, կինս, զավակներս եւ այս իտալացիները, որոնց հետ մենք մտերմացել էինք, հիացում են ապրում, որ մեկը հայ եւս վերադառնում է հայրենիք։ Կոստանդզարյանը հաստատվում է Երևանում, բայց դժբախտաբար Երևանում նրա հանդեպ վերաբերմունքը եղել է վերապահ վերաբերմունք։ Նրան այսօրվա մեր խոսվածքով կասենք ձևակերպում են գիտաշխատող գրականության եւ արվեստի թանգարանում։ Երևանում արվեստի աշխատողների տանը նա մի ընդարձակ դասախոսություն է կարդում Լեոնարդո դա Վինչին եւ Հայաստանը թեմայով։ Երևանյան տարիներին գրողը շարունակում է իր նավատոմարը։ Գրում է մի քանի մանր ու մեծ հոդվածներ ու գրություններ, որոնց մի մասը տպագրվել է մամուլում։ Շատ են նաև զանազան հարցազրույցները, գրողի անունից ասված կամ նրա խոսքերից գրի առնված զանազան հրապարակումները։ Ես Կոստանդզարյանին առաջին անգամ տեսել եմ 1964 թվականին 4-րդ կուրսի ուսանող էի կոնսերվատորիայում եւ քանի որ կոմպոզիտորների միության դահլիճում, ոչ մեծ դահլիճում Հայաստանում առաջին երգեհոնն էր հայտնվել, ես գրեցի կոնցերտ երգեհոնի եւ Լարեն Վագախմբի համար։ Առաջի կատարմանը փոքրաթիվ լսարան կար, մի 5-6 մարդ։ Նրանց թվին էր Կոստանդզարյանը, եկել նստել էր։ Եվ այդ օրը մի տեսակ ինձ իր մոտ թողեց։ Մենք քայլեցինք համերգից հետո միասին։ Եվ այսպես սկսվեց իր հետ իմ կապը։ Ես անշուշտ հարուստ եմ, որ Կոստանդզարյանը թույլ է տվել, որ ես իրեն մոտենամ։ Մեծ հոր նման էր ինձ հետ։ Նաև այստեղ է մեր ջանը եղել, չգիտենալով, որ Կոստանդզարյանը այդպիսի մեծություն է, այդպիսի տիտան մարդ ունենք մենք, համաշխարհային այդպիսի դեմք, 64 թվականին շփվել եմ այն օրերին, երբ որ Արտո Չակմարյանը իրեն քանդակում էր։ Գիտեք, իմ կյանքում ավելի պատասխանատու գործ, քան Կոստանդզարյանի հուշարձանը քանդակել չի եղել։ Իրեն արցան անել դոկումենտալ կրկնողություն պատճենահանելով ոչինչ դուրս չգա։ Պետք է հորինվածքային լինի։ Հիմա ինձ վրա շատ տպավորեց անցորդը եւ իր ճամփան, ինչպես նաեւ նավը լեռան վրա։ Հիմա այս իմ կոմպոզիցիան այդ երկուսի տպավորության գլուխը նավ է, որը լեռան վրա է։ Տագը գրքերն են։ Դա իմ ենթագիտակցական երևակայական պատկերացումն է, որը քանդակի համար լավ ելակետ է։ Կոստանդզարյանի կյանքի երևանյան շրջանը եղել է արտաքուստ խաղաղ, բայց ներքուստ լարված, անհանգիստ ու դրամատիկ։ Կոստանդզարյանի ըմբռնումները գրականության եւ արվեստի շուրջ միանգամայն տարբեր էին պաշտոնական եւ անգամ ոչ պաշտոնական տեսակետներից։ Իհարկե Կոստանդզարյանը գիտեր ինչ է սովետական միությունը, ովքեր են բոլշևիկները, ինչ ռեժիմ է իրականում, ինչ երկիր է այդ երկիրը։ Բայց գալիս էր, որովհետև ուզում էր այդ երիցս աքսորիալ մարդը մի լինել, ինչպես ինքն է ասում, երկրի եւ հայրենիքի հետ։ Գրողը ներքին մեծ ցավ ապրեց իր անտեսումի, իր հանդեպ եղած վերաբերմունքի համար, մերժումի համար։ Կոստանդզարյանի վերադարձից հետո Երևանում հրապարակվում է Նավը լեռան վրա վեպը, բայց վեպը տպագրվում է փոփոխված, աղավաղված, նույնիսկ չափազանցություն չի լինի ասել նենգափոխված տարբերակով, մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացնելով արտասահմանի հայության մեջ։ Հանում են վեպից առաջին հանրապետության մարդկանց բոլոր դրական բնորոշումները եւ հանում են վեպից բոլշևիկներին հասցեագրված բացական բոլոր բնութագրումները։
փոխում են տեղերը պարզապես։ 1964 թվականին իր մի օրագրության մեջ դա տպագրված է, նա ընդգծելով գրում է. ես ուզում եմ իմացվի, որ վեպի այս տպագրությունը եղել է ճնշումի, խաբեության եւ սպառնալիքի ներքո։ Ուրեմն սովետական համակարգը իր հիմքերի մեջ մերժել է Կոստանին։ Թեև տպեց նավը լեռան վրա, բայց խայտարակ աղավաղումներով եւ ինքը ստիպված էր ընդառաջ գնալ խմբագրման այս պահանջներին, ժամանակ անց ինքը վերականգնեց այդ հրատարակությունը նախնական վիճակով, ինչպես որ կար։ Վեպի տպագրությունը, ինչպես Երևանում գրված օրագրերն են վկայում, մեծ դառնություն է պատճառում գրողին։ Չնայած դառնությանն ու ներքին անհաշտությանը եւ չնայած իր առաջացած տարիքին, գրողը ջանք չի խնայում մասնակցելու գրական մշակութային կյանքին։ Կոստան Զարյանի որդին ճարտարապետ Արմեն Զարյանը իր անտիպ հուշերում գրում է. 60-ական թվականներին, ճիշտ տարին չեմ հիշում, տեղի ունեցավ Հայաստանի գրողների համագումար։ Գրողներն ու մտավորականությունը հավաքված են Սպենդիարյանի անվան թատրոնում, դահլիճը լի է բազմությամբ, բեմի վրա տեղ են գրավել գրողներ, բարձր պաշտոնյաներ, նախագահում է ընկեր Թոփչյանը, գրողների միության նախագահը։ Հայրս, ես էլ կողքին դահլիճի 8-9-րդ շարքում, ավելի առաջ քանդակագործ Քոչարը։ Կոստան Զարյանը ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1964 թվականի դեկտեմբերի 4-ից։ Շատ միայնակ էր, վերինասչանի։ Երևի այդ միայնակությունն էր, որ իրեն թույլ էր տալիս երիտասարդ սերնդի հետ շփվելու։ Մեր քաղաքում մեծագույն գրող էր քայլում, ապրում։ Երբ ես իր կողքին քայլում էի, գլուխը բարձր էր, մեջքը ուղիղ, եւ եթե պիտի մայթը փոխեինք, մի քայլ պետք է իջնեինք դեպի ճանապարհ եւ հետո մայթ։ Այդ իջնելու պահին ես սարսափում էի, գիտի որ պիտի իջնենք, որտեվ չէր նայում ոտքի տակ։ Ամեն անգամ հայտնաբերել եմ, որ գիտեր։ Իր կեցվածքը այդպեսին էր։ Տարագիրը հոգեպես, մտավորապես շարունակում է ապրել մտայնական եւ ժառանգական այն ծովում, որի թաքնված հոսանքները կրակով եւ երկաթով ծեծված փոթորիկները ներկա են իր արյունի, մկանունքների եւ ուղեղի ծալքերում։ Կոստան Զարյանի գրականությունը ապրող գրականություն է։ Դա մի գրականություն է, որի մեջ կա մեր ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան։ Եվ դա այն գրականությունն է վստահաբար, որ ուղեկցելու է գալիք սերունդներին մեծապես, լինելու է աջակից, լինելու է ուղեցույց, լինելու է ոգեպնդող խոսք, լինելու է հավատ եւ սեր ներշնչող գրականություն։ Այսպիսին է Կոստան Զարյանի գրականություն։ Կոստան Զարյանը վախճանվում է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունենում դեկտեմբերի 16-ին արվեստի աշխատողների տանից։ Գրողի աճյունը հանգչում է Երևանի Թոխմախ կոչվող հին գերեզմանատանը։